Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Մենք հավատալու ենք մեր զգացմունքների Աստծուն, թե Աստվածաշնչի Աստծուն։ Սա այն հարցն է, որ այսօր դնում եմ ձեր առջև։ Իրականում ես կցանկանայի, որ զգացմունքները մեզ ուղեկից լինեին, բայց ես այնպիսի խնդիր ունեի մեղքի զգացումի հետ, որ ստիպված էի հռչակել, որ ես մեղավոր չեմ, չնայած նրան, որ մեղավոր էի զգում։ Ես անում եմ այն, ինչ անում եմ, որովհետև տեսել եմ, թե ինչպես է Աստծո զորությունը վերափոխել իմ կյանքը, և նույնը կանի ձեզ համար։ Ամեն բանի բանալին Աստծո խոսքի մեջ է։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեր բոլոր ցավերը։ Աստված միշտ կտա մեզ կարողություն անելու այն, ինչ ասել է, որ անենք։ Այսօր հատկապես առավոտյան ծառայությանը խոսելու ենք մեղքի զգացումը և ամոթը հաղթահարելու մասին։ Որքան մարդիկ կան, որ մեղքի զգացում ունեն իրենց կյանքում։ Ես կախվածություն ունեի մեղքի զգացումից։ Ես լավ չէի զգում, եթե ինձ մեղավոր չէի զգում։ Ես լուրջ խնդիր ունեի այս բնագավառում։ Դու պարզապես մեղավոր ես զգում ամեն ինչում, մինչդեռ մեծ մասամբ դու նույնիսկ մեղավոր չես։ Դա պարզապես սուտ է, որը հրամցնում է քեզ Սատանան, և դու հավատում ես դրան։ Նա եղբայրների չարախոսն է, դա այն է, ինչ նա անում է, նա մեղադրում է մեզ օր ու գիշեր։ Սակայն Աստվածաշունչը հոգ է տարել դրա համար։ Եթե մենք հավատանք խոսքին և ապրենք դրանով, ստիպված չենք լինի տանջվել, որովհետև չկա դատապարտություն նրանց համար, ովքեր Քրիստոսի մեջ են։ Եթե մեղք են գործում կամ երբ մեղք են գործում, իսկ մենք անկասկած մեղք կգործենք, պետք է ընդունենք մեր մեղքը, խոստովանենք այն և պատրաստ լինենք շրջվելու դրանից։ Աստված ներում է ձեզ, Նա ներում է ձեր մեղքը, այլևս չի հիշում այն և հեռացնում է այնքան, որքան արևմուտքը հեռու է արևելքից։ Ուստի եթե դուք հետ եք գնում և Աստծո հետ խոսում այն բաների մասին, որոնց համար արդեն ապաշխարել եք, Աստված չի հիշում դրանք։ Ամեն։ Այսպիսով, մենք այսօր պետք է սկսենք նոր էջից, և դուք պետք է պահեք այն մաքուր ամեն օր։ Դուք ասում եք, բայց ես մեղավոր եմ զգում, հենց դա է հարցը, մեր զգացմունքները։ Մենք հավատալու ենք մեր զգացմունքների Աստծուն, թե Աստվածաշնչի Աստծուն։ Սա այն հարցն է, որ այսօր դնում եմ ձեր առջև։ Իրականում ես կցանկանայի, որ զգացմունքները մեզ ուղեկից լինեին, բայց ես այնպիսի խնդիր ունեի մեղքի զգացումի հետ, որ ստիպված էի հռչակել, որ ես մեղավոր չեմ, չնայած նրան, որ մեղավոր էի զգում։ Աստվածաշունչն ասում է, եթե ընդունեք և խոստովանեք ձեր մեղքերը, Նա հավատարիմ է և արդար, որ ների ձեր մեղքերը և մաքրի ձեզ ամեն անիրավությունից։ Դա այն է, ինչ Աստվածաշունչն է ասում։ Եթե ընդունեք, խոստովանեք ձեր մեղքերը, ասեմ, որ դրանք թաքցնելը ձեզ չի օգնի։ Բայց եթե խոստովանեք դրանք, խոսեք Աստծո հետ դրանց մասին, Աստված գիտի, որ դուք կատարյալ չեք։ Նա գիտի, Սաղմոսում գրված է, Նա հիշում է, որ մենք հող ենք։ Նա ստեղծեց մեզ մի բուռ հողից։ Մի բուռ հողից։ Ամեն։ Ես ուզում եմ, որ մարդիկ վայելեն իրենց կյանքը, Աստված ուզում է, որ դուք վայելեք ձեր կյանքը, և ես կասեմ, ոչինչ ավելի թշվառ չէ, որքան մշտապես մեղավոր զգալը։ Ուզում եմ կարդալ Սաղմոս 32-ը։ Ինձնից երկար ժամանակ պահանջվեց մեղքի զգացումից ազատվելու համար։ Ամեն բան սկսվեց մանկության տարիքում, երբ հայրս սեռական բռնության էր ենթարկում ինձ, և Սատանան ստիպում էր ինձ մտածել, որ դա իմ մեղքն է, ինչը հիմարություն է։ Հնգամյա երեխան մեղավոր չէ, որ իր չափահաս ծնողը սեռական բռնության է ենթարկում իրեն, բայց գիտեք, երբ ծնողները խնդիրներ են ունենում, Սատանան երեխաներին հեշտորեն համոզում է, որ այդ ամենի մեղավորն իրենք են։ Նույնիսկ ամուսնալուծության ժամանակ երեխաների մեծ մասը մտածում է, որ ինքն է մեղավոր։ Եթե ես ավելի լավը լինեի, գուցե դա տեղի չունենար։ Դավիթը մեղք գործեց Բերսաբեի հետ, ես կասեի, որ նա շատ վատ վարվեց։ Նա մտերիմ փոխհարաբերություն ուներ Աստծո հետ։ Սակայն եղավ ժամանակ, երբ տղամարդիկ գնացին պատերազմի։ Իսկ Դավիթը մնաց տանը, և դա նրա մեծ սխալն էր։
Երբեմն երբ դու այնտեղ չես, որտեղ պետք է լինես, դա սատանայի համար դուռ է բացում քեզ անախորժության մեջ գցելու համար։ Ամեն։ Գուցե կան մարդիկ, որոնք այսօր այստեղ պետք է լինեին, բայց չեն եկել եւ հավանաբար անախորժության մեջ կհայտնվեն ինչ որտեղ։ Իսկապես, եթե դուք այնտեղ եք, որտեղ պետք է լինեք, որտեղ հարկն է, որ լինեք, ուրեմն չեք հայտնվի անախորժության մեջ։ Դավիթն այնտեղ չէր, որտեղ պետք է լիներ։ Նա տանիքի վրայից տեսավ, թե ինչպես էր Բերսաբեն լվացվում։ Ենթադրում եմ, որ այն ժամանակ տարօրինակ վայրերում էին լողանում կամ լվացվում։ Դավիթը ցանկացավ նրան եւ քանի որ թագավոր էր, կարող էր ունենալ այն ամենը, ինչ ցանկանում էր։ Նա կանչեց Բերսաբեին, կենակցեց նրա հետ եւ կինը հղիացավ։ Դավիթն ավելի վատ վարվեց սպանելով նրա ամուսնուն։ Եվ ահա այս մարդը, որ այդքան մոտ էր Աստծուն, մի ամբողջ տարի անցկացրեց առանց ապաշխարության։ Մի ամբողջ տարի չապաշխարեց։ Զարմանալի է, թե ինչպես ենք մենք կարողանում պատճառաբանություններ եւ արդարացումներ գտնել եւ անել ամեն տեսակի բաներ, միայն թե չառերեսվենք մեր իրավիճակներին։ Սաղմոս 32-ում գրված է. երանելի է, երջանիկ, հաջողակ, նախանձելի է նա, ում անօրինությունները թողվում են եւ ում մեղքը ծածկվում է։ Երանելի, երջանիկ, հաջողակ, նախանձելի է այն մարդը, որին Տերը անօրենություն չի համարում եւ նենգություն չկա նրա հոգու մեջ։ Հասկանում եք, Աստված ցանկանում է, որ մենք ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Կարող եմ կանգ առնել եւ ասել, որ դա ամբողջ բժշկության սկիզբն է։ Բժշկությունը սկսվում է ինքդ քեզ հետ ազնիվ լինելուց։ Ես կկրկնեմ։ Բժշկությունը սկսվում է ինքդ քեզ հետ ազնիվ լինելուց։ Հեշտ է սխալներ գտնել բոլորի մեջ։ Բայց դու պատասխանատու չես դրանց համար եւ ոչ էլ ես։ Մենք պատասխան ենք տալու մեզ համար Աստծո առջև։ Երբ որ ես լուռ մնացի, նախքան խոստովանելը, ոսկորներս մաշվեցին իմ ամեն օր հառաչելով։ Նա ասաց. նախքան խոստովանելը ես թշվառ վիճակում էի։ Բայց շատ անգամներ, երբ թշվառության մեջ ենք լինում, մեղադրում ենք մեկ ուրիշի։ Դու ես մեղավոր, դու ինձ չես երջանկացնում։ Գիտեք ինչ եմ ես հասկացել։ Իմ ուրախությունը Դեյվի պատասխանատվությունը չէ։ Ինչ որ մեկը պետք է վերցնի սա եւ իր հետ տուն տանի։ Ձեր ուրախությունը ինչ որ մեկի պատասխանատվությունը չէ։ Եթե դուք անվստահ եք, ինչ որ մեկի պատասխանատվությունը չէ այնպես անել, որ դուք լավ վերաբերմունք ունենաք ձեր նկատմամբ։ Մենք պետք է ընդունենք դա Աստծուց, որքան անվստահ կանայք կան, որոնք մշտապես զայրանում են, քանի որ իրենց ամուսինները չեն նվիրում ծաղիկներ եւ այսինչ կամ այնինչ բանը։ Գիտեք, նվեր տալը իմ սիրո լեզուներից է, բայց Դեյվը նվերներ չի գնում։ Ուստի ես ստիպված եմ հարմարվել դրան։ Իմ սիրո մյուս լեզուն ծառայությունն է եւ նա իրականում հրաշալի է այդ հարցում։ Նա կանի այն ամենը, ինչ ես կխնդրեմ նրանից։ Նա ամեն բան անում է։ Եթե ուզում եք երջանիկ լինել, պետք է նայեք նրան, թե ինչ են մարդիկ անում, այլ ոչ թե ինչ չեն անում։ Ամեն։ Որովհետև ցերեկ եւ գիշեր քո ձեռքը ծանրանում էր ինձ վրա, իմ թացությունը ամառվա չորություն դարձավ։ Սելլա, այսինքն դադարիր եւ հանդարտորեն մտածիր այդ մասին։ Ես մեղքս հայտնեցի քեզ, այժմ լսեք, եւ անօրինությունս չծածկեցի։ Ասացի, թե անօրինությունս խոստովանեմ եւ բացահայտեմ Տիրոջը, մշտապես հայտնեմ անցյալը, մինչեւ որ ամեն բան բացահայտվի։ Եվ դու թողեցիր իմ մեղքի զգացումը եւ անօրինությունը։ Սրա թողության համար ամեն բարեպաշտ աղոթք կանի քեզ։ Նախքան խոստովանելը նա թշվառ վիճակում էր։ Երբ խոստովանեց, վերադարձրեց իր ուրախությունը։ Ամեն։ Ասում եմ ձեզ, եթե ուզում ենք լինել երջանիկ, մշտապես պետք է մաքուր լինենք Աստծո հետ, իսկապես հմտանանք ապաշխարության մեջ։ Ամեն դեպքում նա գիտի, դուք նրան չեք ասում մի բան, որ նա չգիտի, դուք չեք կարող գաղտնիքներ պահել Աստծուց։ Չեմ կարծում, որ Աստծուն կասեմ դա այսպես, թե այնպես նա արդեն գիտի։ Ամեն։
Մատթեոսի ավետարանի 5:48-ում ասվում է. «Արդ դուք կատարյալ եղեք»։ Աճելով բարեպաշտության լիարժեք հասունության մեջ մտքով եւ բնավորությամբ, հասնելով արժանապատվության եւ բարեվարքության պատշաճ բարձրության, ինչպես ձեր հայրը, որ երկնքում է, կատարյալ է։ Նախքան այս խոսքը ընդլայնված Աստվածաշնչում կարդալը, այն իրականում վախեցնում էր ինձ. կատարյալ եղեք, ինչպես ձեր հայրը, որ երկնքում է, կատարյալ է։ Ինձ թվում էր, որ ես փորձում էի անել այն, ինչ երբեք չէի կարողանա անել։ Բայց ընդլայնված Աստվածաշունչն ավելի պարզ է դարձնում։ Այն ասում է, որ դա իրականում նշանակում է աճել հասունության մեջ, աճել։ Գիտեք, Աստված շատ գոհ է, քանի դեռ մենք աճում ենք, նույնիսկ փոքրիկ քայլերով։ Հարկ չկա, որ դուք արդեն հասած լինեք։ Դուք պարզապես պետք է լինեք ճանապարհին։ Ամեն։ Գրված է, որ երբ նա գա մեզ տանելու, բոլորս մի ակնթարթում կփոխվենք։ Եվ կարևոր չէ, դուք շատ թե քիչ փոփոխության կարիք ունեք։ Դուք պետք է փոխվեք այնքան, որքան անհրաժեշտ է, նախքան կմտնեք փառքի մեջ եւ կապրեք նրա հետ։ Պողոսը ձգտում էր կատարելության, բայց շարունակում էր սխալներ գործել։ Մենք դեռ սխալներ կգործենք, դեռ կմեղանչենք։ Պողոսն ասում էր, որ մեղավորների գլխավորն էր։ Բայց բարի լուրն այն է, որ Հիսուսը մահացավ, որ լուծի այդ հարցը։ Աստվածաշունչն ասում է, որ խաչի վրա նա խափանեց մեղքի զորությունը։ Ո՞րն է մեղքի զորությունը։ Մեղքի զգացումը։ Դա միակ իրական զորությունն է, որ մեղքն ունի։ Ձեր բոլոր մեղքերը, որ երբևէ կգործեք, արդեն ներվել են։ Գիտեիք դա։ Աստված սպասում է, որ դուք խնդրեք եւ ստանաք։ Խնդրեք եւ ստացեք, ամեն բան արդեն կատարվել է, չկա ոչինչ, որ կարողանաք ավելացնել դրան եւ կարիք չկա, որ Հիսուսն ավելին անի։ Գիտեք ինչի է դրդում մեր մեղքի զգացումը։ Զոհաբերության, բայց չկա զոհ, որ անհրաժեշտ լինի ավելացնել Հիսուսի կատարած զոհին, այն կատարյալ էր եւ լիարժեք։ Բայց ես մեղավոր եմ զգում։ Եթե դու ապաշխարել ես, մի փոքր զրույցի կարիք ունես։ Դու պետք է խոսես ինքդ քեզ հետ, դու պետք է խոսես սատանայի հետ։ Հատկապես եթե տանը մենակ ես ու մեղավոր ես զգում, պետք է ասես. միգուցե ես մեղավոր եմ զգում, բայց ես մեղավոր չեմ, որովհետև ես ապաշխարել եմ։ Դե բացիր բերանդ եւ ինչ որ արժեքավոր բան ասա։ Ոչ թե պարզապես ես մեղավոր եմ զգում, այլ ես մեղավոր եմ զգում, բայց ես չեմ ապրում իմ զգացմունքներով, ես ապրում եմ Աստծո խոսքով։ Եվ խոսքն ասում է, որ ես ներված եմ, այնպես որ ես ներված եմ։ Եվ ես ասում եմ, եթե անես դա, երկար ժամանակ չի պահանջվի, գուցե մի քանի ամիս, բայց ոչ շատ երկար, եւ դու ազատ կլինես այդ մեղքի զգացումից, որը հետապնդում է քեզ եւ փորձում ամեն ժամանակ թշվառ դարձնել։ Բայց ինչ կլինի, եթե դու սպասես, մինչև զգաս, որ մեղավոր չես, ապա ես զգում եմ, ես չեմ զգում։ Օ, այսօր այնքան էլ լավ որ չի լինելու։ Ես կուզեի նստել այնտեղ եւ լսել այս ամենը։ Հասկանում եք, դուք պետք է ճեղքեք։ Դուք չեք կարող պասիվ նստել ու ասել. հուսով եմ այս զգացողությունները կանցնեն։ Ոչ։ Դուք պետք է համառորեն առաջ շարժվեք։ Համառել նշանակում է առաջ գնալ հակառակ ճնշմանը։ Թշնամին ստախոս է։ Նա փորձում է համոզել ձեզ, որ Աստված զայրացած է ձեզ վրա։ Ես ունեմ բարի լուր այսօր ձեզ համար, Աստված զայրացած չէ ձեզ վրա։ Նա իրականում շատ հպարտ է ձեզնով, որ շաբաթ առավոտյան արթնացել եք եւ եկել այստեղ, որ ամբողջ օրը լսեք խոսքը։ Ամեն։ Նա հպարտանում է ձեզնով, նա զայրացած չէ ձեզ վրա։ Գիտեք, իմ հայրը զայրացկոտ մարդ էր, նա միշտ զայրանում էր, եւ դու միշտ մտածում էիր, թե ինչ որ բան ես արել։ Ես մեծացա եւ մեղքի ամոթի ու վախի զգացումներն այնպես արմատացան իմ մեջ, որ ազդեցին Աստծո հետ իմ փոխհարաբերությունների վրա։ Շատ բաներում ես ունեի մեղքի այս նվաստացուցիչ զգացումը, այնպես չէ, որ այն բացահայտ երևում է քո դեմքին։ Երբեմն դու նույնիսկ չես գիտակցում, թե ինչ է դա, բայց ես ունեի վախի նվաստացուցիչ զգացում, որ Աստված զայրացած է ինձ վրա, որ ես երբեք բավարար չեմ լինի, երբեք բավականաչափ չեմ անի։ Ես այնքան ուրախ եմ, որ ազատ եմ դրանից։
Ես կասեմ եւ հուսով եմ, որ սա սխալ չի հնչի, բայց արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ես մեղավոր չեմ զգում որևէ բանի համար։ Որովհետև մեղքի զգացումն այն չէ, ինչ Աստված խնդրում է, նա խնդրում է անկեղծ ապաշխարություն։ Գիտեք, եթե ես ինչ-որ սխալ բան եմ անում, այնպիսի բան, որն իմ կարծիքով իսկապես սխալ է, ես վատ եմ զգում, Աստվածաշունչն ասում է, որ մենք պետք է տրտմենք մեր մեղքերի համար, երբեմն ես հայտնաբերում եմ, որ օրեր շարունակ Աստծուն ասում եմ, Աստված, այնքան եմ ցավում, որ արեցի դա։ Բայց սա տարբերվում է մեղավոր, դատապարտված եւ ճնշված զգալուց, կարծես Աստված այլևս չի սիրում քեզ։ Եվ ես նույնիսկ ասում եմ, ես այնքան եմ ցավում, որ արեցի դա, բայց այնքան շնորհակալ եմ, որ դու շարունակում ես սիրել ինձ։ Այնքան շնորհակալ եմ, որ քո սերն անվերապահ է։ Եվ ես գիտեմ, որ ներված եմ։ Մենք պետք է սկսենք խոսել այլ կերպ։ Լսում եք։ Շատ լավ։ Ինչ ասաց Պողոսը։ Անցյալ երեկո ես կարդացի սա ընդլայնված Աստվածաշնչում եւ այնտեղ հրաշալի է գրված։ Այս Աստվածաշնչում նույնպես հստակ է գրված. Իմ վճռական որոշումն է, որ ճանաչեմ նրան եւ նրա հարության զորությունը եւ նրա չարչարանքին մասնակից լինելը, նրա մահվանը կերպարանակից լինելով։ Դուք ասում եք. Չարչարանք։ Ես չեմ եկել այստեղ, որ լսեմ չարչարանքի մասին, ես եկել եմ, որ ասեմ, թե ինչպես կարող եմ ազատվել իմ չարչարանքից։ Մենք չենք խոսում հիվանդության, տկարության եւ աղետների մասին։ Մենք խոսում ենք մարմնով չարչարվելու, եսին մահանալու մասին։ Երբևէ լսել եք այդ արտահայտությունը։ Այնքան էլ հանրաճանաչ արտահայտություն չէ, որպեսզի մեռելների հարությանը հասնեմ։ Ընդլայնված Աստվածաշնչում գրված է, որ բարձրանամ մեռելներից մինչ մարմնի մեջ եմ։ Երբ Քրիստոսի մեջ ենք, այնպիսի վայրում ենք, որ ինչ խնդիրներ էլ լինեն աշխարհում կամ ինչ խնդիրներ էլ ունենանք մեր կյանքում, կարող ենք հաղթահարել, ապրելով դրանցից վեր, որտեղ կարող ենք լինել խաղաղ, ունենալ ուրախություն եւ լինել օրհնություն ուրիշների համար։ Ամենահզոր բանը, որ կարող եք անել, մինչ անախորժության մեջ եք, օրհնություն լինելն է մեկ ուրիշի համար։ Հուսով եմ, որ դուք եկել եք այսօր այստեղ, որպեսզի իմանաք, թե ինչպես կարող եք ավելի լավ անձնավորություն դառնալ։ Իմաստ չունի գալու այստեղ եւ լսելու ինձ, եթե մտադիր չեք գնալու եւ անելու այս ամենը։ Ինձ համար միևնույն է, թե որքան եք ընդգծում կամ գունազարդում ձեր Աստվածաշունչը, դա որևէ ազդեցություն չի ունենա, եթե չկատարեք խոսքը։ Նա ասաց. ոչ իբր արդեն բռնած լինեմ կամ թե արդեն կատարյալ եղած լինեմ, բայց հետևում եմ, որ գուցե հասնեմ նրան, ինչպես որ հենց Քրիստոս Հիսուսից բռնված եմ։ Եղբայրներ, ես իմ անձը չեմ համարում, որ հասած լինեմ, բայց մեկ բան կա՝ ետևի բաները մոռանալով։ Ձեզնից ոմանք պետք է թողնեն ինչ-որ բան այստեղ եւ այլևս իրենց հետ տուն չտանեն։ Դա կարող է լինել ինչ-որ բան 15-ից 20 տարվա վաղեմության կամ որ ձեռք եք բերել այս առավոտ։ Բայց Հիսուսը նստած է Աստծո աջ կողմում եւ շարունակ բարեխոսում է մեզ համար։ Այնպես որ ներումը մշտապես հոսում է նրա գահից։ Դուք միայն պետք է սովորեք, թե ինչպես լինեք լավ ընդունող։ Հմտացեք այդ բանում, որ վերցնեք այն, ինչին արժանի չեք։ Ամեն։ Ես ասացի հմտացեք այն բանում, որ վերցնեք այն, ինչին արժանի չեք։ Աստված, եթե ուզում ես օրհնել ինչ-որ մեկին, ահա ես։ Հարկ չկա, որ նայես հեռուն։ Ես գիտեմ, որ արժանի չեմ, բայց ես կվերցնեմ այն։ Ոչ ոք արժանի չէ Աստծո օրհնություններին։ Հետևում եմ դեպի նպատակը։ Աստծո վերին կոչման մրցանակին Քրիստոս Հիսուսում։ Այժմ եկեք մտածենք, թե որքան դժվար էր Պողոսի համար թողնել անցյալը։ Նա մեզ նման մարդ էր։ Ես չեմ կարող նույնիսկ պատկերացնել, թե ինչպես պետք է սատանան փորձեր տանջել նրան, որովհետև նա հալածել էր քրիստոնյաներին։ Նա նրանց հավաքում էր եւ բանտներ նստեցնում։ Նա ներկա էր, երբ քարկոծում էին Ստեփանոսին, եւ շատ երջանիկ էր, որ նրան քարկոծելով սպանեցին։ Աստվածաշնչում ոչինչ չկա գրված այն մասին, որ նա ներկա էր խաչելությանը, բայց համոզված եմ, որ եթե նա լիներ մոտակայքում, ուրախ կլիներ դրա համար։
Եվ նա ասաց. Ես մոռանալու եմ այն, ինչ հետևում է։ Գիտեք ինչու, եթե դուք չանեք դա, Աստված չի կարողանա գործածել ձեզ։ Որովհետև եթե մենք լցված ենք մեղքի զգացումով, դատապարտությունով եւ ամոթով, մենք պիտանի չենք Աստծո համար, իսկ նա ձեր կարիքն ունի։ Աստված յուրաքանչյուրի կարիքն ունի, ով իրեն անվանում է քրիստոնյա եւ պատրաստ է աշխատելու նրա համար նրա արքայության մեջ։ Ամեն։ Պողոսը մոռացավ իր սխալները եւ համառորեն առաջ շարժվեց։ Նա հաղթահարեց դատապարտող ձայները, մեղքի զգացումները, եւ ես համոզված եմ, որ այդ ձայները բարձր էին։ Հոգեվորապես հասուն մարդիկ չեն վատնում իրենց ժամանակը եւ Աստծո ժամանակը մեղավոր զգալով ամեն սխալի ու թուլության համար։ Ահա Տեր կրկին ցույց տվեցի, որ ես մարդ եմ, ներողություն։ Աստծուն անհրաժեշտ է, որ մենք վստահ եւ համարձակ լինենք։ Վստահ եւ համարձակ։ Դու կարող ես սխալ գործել եւ ստանալ ներում, բայց քո սխալը կարող է ունենալ հետևանքներ։ Միշտ չէ, որ Աստված վերացնում է բոլոր հետևանքները, եթե դու բանկ թալանես, կարող ես ներվել, բայց միևնույն է կհայտնվես բանտում։ Ես չեմ ցանկանում կանգնել այստեղ եւ ասել, թե չկան մեղքի հետևանքներ։ Մեղքի հետևանքներ կարող են լինել։ Այո, կա ողորմություն եւ շատ անգամներ Աստված տալիս է մեզ ողորմություն եւ հեռացնում է այն պատիժը, որին իրավացիորեն արժանի ենք։ Բայց երբեմն լինում են հետևանքներ։ Եթե դուք խաբում եք ձեր ամուսնուն կամ կնոջը, գուցե մեկ անգամ նրանք ներում են ձեզ, բայց եթե շարունակեք այդպես վարվել, հավանաբար կավարտեք ամուսնալուծությամբ։ Ձեզ կներեն, բայց դուք ինչ որ բան կկորցնեք։ Մեղքը չարժե դրան։ Ես սիրում եմ Սուրբ գրային այս հատվածը, Եբրայեցիների 5:12-ից Եբրայեցիների 6:3։ Պողոսն ասաց, որովհետև ժամանակին նայելով պիտի վարդապետ լինեիք։ Կրկին կարոտ եք սովորելու, թե ինչ են Աստծո խոսքերի առաջին նշանագիրները, եւ կարոտողներ եղաք կաթի, եւ ոչ թե հաստատ կերակուրի։ Դուք կաթի, ոչ թե հաստատ կերակուրի կարիք ունեք։ Պողոսը ցանկանում էր ավելի զորավոր ուղերձներ քարոզել նրանց։ Նա չէր ուզում ամեն անգամ գալ եւ ասել, թե որքան հրաշալի, որքան սիրված, որքան խելացի եւ որքան տաղանդավոր են նրանք։ Նա ուզում էր սովորեցնել նրանց զորավոր բաներ։ Նա ուզում էր սովորեցնել նրանց, որ վեր կենան, հաղթեն իրենք իրենց եւ դադարեն շարունակ իրենց համար ինչ որ բաներ խնդրելուց, աղոթեն, որ Աստված կարողանա գործածել իրենց, լինեն տվող, ոչ թե վերցնող։ Խոսք 13, որովհետև սա այնքան կարևոր կետ է, նա, ով կաթնակեր է, անհմուտ է արդարության խոսքին։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։ Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։